Նախ եւ առաջ նախքան ավելի հերույ երթամ գուզեմ ցեզի բոլորը շնորհավորել մենք անցանք կամ պիտի անցնենք մեր նոր դեղը գնկվեցավ թուղթը կոնտրան եղավ հետեւաբար մեծ ուրախությունով ցեզի ասփարի ավետիսը կբերեմ մենք շատ շուտ մոդադենեն պիտի անցնենք մեր նոր դեղը դերոջը կամքով մայիս 18-ին պիտի լինի եթե չսխանեմ այդ գիրագին մայիս 18-ը Գբադվելի Գևորգ Չապարյանը մեզի հետ պիտի լինի հետեւաբար պիտի ուզեմ որ ներկա լակ միասին փանանք այդ դեղը պիտի լինի Գրիգոր Հասրատյան 9-1 բոլոր անոնք որոնք ուզեն գիտնալ ուր է եւ տեսնեն ինչպես պիտի ասին անդեղ ունենք մինչեւ մայիս 18-ը իդ կարանք ցեզի փոխանցել եւ հետեւաբար մեծ ուրախությամբ ես գագնգալեմ այնտեղ անցնենք եւ այդտեղ մեր դունը պիտի լինի ամեն Մեր դուն պիտի լինի, այնտեղ չկա օդար, միակ օդարը, որ պիտի կա ապաշխարելու համար, պիտի կա Քրիստոսի մարմինին անդամը լալու համար, բայց եւ այնպես անգետ դուրս օդար մեկը ներս պիչի մտնե, փանիկը մեր փանիկն է, դակչուր գա ժողովուրդ, ան որ 5 տարի դարաբաց է այստեղ լավ գիտե, ինչս էլ է սարը ճուր, այնտեղ պիտի չունենանք անխնդիրը, այնտեղ խոհանոցա պիտի ունենանք, հետեւաբար Բավական ուրախ օրեր մեզի կսպասեք հալի կորերուն։ Ցեզի քաչալերեմ, որ դարաձեք լուրը եւ այդ օրը մոդենանք մայիս 18-ը դերոջ կամքով, վստահ որ ցեզի ավելի կհաստատենք օր, բայց եւ այնպես պիտի լինի այդ մեկը։ Բադվելին արդեն տիկը գդրեր է գուկագուր։ Բարի։ Ուրիշ հայտարարություն ունեմ, ուրեմն ինչպես գիտեք, ամեն տարի գունենանք բզիկներու ծառայություն եւ գունենանք համակումար Այս տարի նույն շաբաթը պիտի լինի, ամսում 21, 22, 23 հուլիս բզիկներու ծառայությունը պիտի լինի։ Պիտի խնդրենք որ ծառայողներ անոնք որոնք կփափակին, ոչ թե փափակին, խնդրեմ որ ծառայես ազոթակավորության համար։ Բայց եւ այնպես եթե անշուշտ գործ ունիս հասկանալի է, եթե գրծար ով առնել առ ով եւ մոդեցիր Աստուծո ծառայե, ասոր գողքին նույն շաբաթը Ուրբաթ շաբաթ գիրագի պիտի ունենանք մեր համակումարը։ Դակավին չենք գիտեր ուր պիտի լինի համակումարը, կամ նոր դեղը գնենք համակումարը, կամ կետամեջ գնենք համակումարը, թեր պիտի որոշվի այդ մեկը, սակայն այդ շաբաթն է համակումարը, եւ մենք ընդհանրապես այդ շրջաններում ճուրի մգրդություն գնենք։ Հիմա եթե ես արդեն հիմնականորեն տեսնեմ բեկչունին կսպասելու մինչև հուլիս, որովհետեւ ճուրով մգրդություն լինի, բայց եթե դու ճուրով չես մգրդված, ապաշխարութենեդ հետո Քրիստոս ընդունել այդ յետքը։ Մի խնդրեմ որ մոդենաս ինձի կանոնը դասես Դավիթ ես գուզեմ ճուրով մգրդվել, ես քեզի ուսուցում բիդամ ճուրի մգրդության մասին եւ ադոր վրայով քեզի պիտի մգրդենք։ Ամեն։ Որովհետեւ Աստվածաշունչը գսե դու Քրիստոսով գմահանաս եւ ճուրի մեջ մտնես եւ ճիշտ ինչպես Քրիստոս հարություն արավ, դու ճուրեն դուրս ելած ադենը նաեւ հարություն գարնես Քրիստոսով։ Առաջին օրերուն չգար ապաշխարություն աղոթքով։ Առաջին օրերուն ապաշխարություն ճուրի մգրդությունով էր։ Եթե մեկը ասեր ես գուզեմ փրկվել, ինչ պետք է անեմ որպեսզի փրկվեմ, գսեին սրդով հավատա փերանով խոստովանե, գներ ադիգա, անգետ գարներ իրեն ուր գտներ, ամիջավես արաքյալները ինչ կնեին, ճուրի մեջ կմտցնեին իրեն, որովհետև ճուրով իդ նորը սկիզբ կունենային, հարության կյանք առնելով։ Մեծ խորուրդ կա դրա մեջ, հետեւաբար այդ ուսուցումը կդրվի ցեզի եւ խնդրեմ որ մոդենաս բահեն յետքի ինձ անուն դաս սստավիտ ես գուզեմ մգրդվել։ Բարի Իսկ վերջին հայտարարություն եւ անգան կանցնենք Մարգոս Ավետարան 5-րդ գլուխ։ Ուրեմն ամսուն 17 ապրիլ եւ ամսուն 20 մենք պիտի ունենանք մեր զատգվա շաբաթը։ Դժբախտաբար, որովհետեւ այս տարի ելավ մյուս եկեղեցին ուրբաթ օրը ինքը արած է, դեպաբար ավակ ուրբաթ պիտի չկարողանանք ունենալ, բայց կալ տարի այլևս այս խնդիրը չենք ունենար։ Հետևաբար 5 շաբթի պիտի հավաքվենք Ոդն Լվայի օրը եւ Գիրագի Զադիգին։ Բարի։ Ուզեմ որ ձեր մոդը արցանակրեք, պիտի լինի ամսուն 17-ը 5 շաբթի, 20-ը Գիրագի արդեն 17-ին 5 շաբթի օրը մենք պիտի հավաքվենք ժամի 7-ին երեկոյան։ Խնդրեմ որ բոլորդ մոդենաք միասին այդ բահը անցկացնելու համար։ Բարի։ Հիմա գնանք անցնել մեր նյութին։ Մարգոս 5։ Մենք երբևէ կխոսենք օծության մասին։ Ինչու կարևոր է օծությունը։ Չեք նայել ինչքան կարևոր է օծությունը։ Առանց օծության բամը չի դեղի չունենար։
Բամը չես գարա անել առանց օզության։ Խոսեցանք օզության կարևորության մասին, խոսեցանք ինչպես օզությունը գավելնա մեկուն կյանքի մեջ, եւ այսօր վենե պիտի խոսեմ ինչպես օզությունը գնաս փոխանցել ուրիշին։ Ясի կարևոր է։ Բամն է ունենաս օզությունը։ Լրիվ ուրիշ բամն է օզություն փոխանցես։ Եվ այսօր մեջ ավելի մանրամասնությամբ պիտի մտնենք, որովհետեւ մենք բոլորս այստեղ ծառայենք, ինչպես Աստված գուզե, ինքը օզությունով ծառայեց։ Առանց Սուրբ Հոգին օծմանը ինքը կորդ չրավ դեր Հիսուս։ Գսե Տիրոջ Հոգին իմ վրաս է, ինձի օծեց, որբեսի կորձնեմ։ Չէ՞։ Տիրոջ Հոգին վրատ գուկա, ասել է օծություն գուկա, օծի գոձեքես, որբեսի թուն կորձմանես։ Ազո թակավորության համար։ Հետևաբար եթե մենք ազո առաքելությունը պիտի գադարենք մեր եկեղեցով եւ ազո դեսիլքը պիտի իրականացնենք այս աշխարհի վրա, ազո թակավորությունը հաստատենք, մենք առանց օծության չենք կարող ոտքի ելնել։ Մենք պետք ունենք ճանաչել օծությունը, աջեցնել օծությունը, փոխանցել օծությունը։ Դիմացին գնա քու թշնամիտ ըլլաթուն օծությունը գնաս փոխանցել իրեն։ Ես պատմություններ լսած եմ մարդիկ, որոնք փանդերում մեջ իրենց չարչարած են, որովհետև Քրիստոս կթավաներև գքարոզեր։ Փանդերում մեջ չարչարված են ասոնք։ Եվ մեկ օքի հատկապես գիշեմ իր պատմությունը եւ գսե եւ փանդին մեջն էի գսե զինվորներուն գսե ձունգի եկեք ապաշխարեցեք, դիչնեն ապաշխարեին։ Ասի խելքով չես կնար հասկանալ։ Բայց եթե օծությունը գա, ձունգի գբերե թիմացինը։ Խելքով չես կնար հասկանալ։ Թիմացինի ինչը սկաց չես գիտեր, իրեն հալածող ձունգի ու կագոր ապաշխարեգոր։ Հիսուսին արջև եկան, որ իրեն պիտի բռնեն։ Ասին ով է Հիսուս, ըսավ ես եմ, գսե ետ կացին, բոլորը քեդին ինգան։ Հռոմեացի զինվորները Հիսուս հարություն արավ, հրեշտակը անդեղ էր, հռոմեացի զինվորները ինչ եղան, գսե մերելի պես, քեդին փրան։ Անոնք որոնք գբաշխանեին այդ թակաղը, քերեզմանը դեր Հիսուսի, չգրցան ոտքի մնալ, քեդին ինգան։ Գարեվոչը դիմացին ով է, եթե թուն օծության մեջ մարզված լաս Սուրբ Հոգին հետ քալել գիտնաս, փոխանցել գիտնաս, այն ադեն ծառայությունը շատ դարբեր կսկսի լինել, ուրիշ մագարտակի կանցնի ծառայությունը։ Ադամա պիտի բահբանես օծությունը, որովհետեւ օծությունը քեզի բահբանե։ Ես փորձառությամբ ունի մասի, այս շաբաթ ինտերվյուն էի հոնդե գբատմեի, գսեի ինձի գահալածեին, ինձի ինչեր գսեին, մեկ անգամ հադուկ մեկի ելավ ամեն արջև եւ ինձի իսավ քեզի արույն լվաբիտնեմ ասավ, մեծ դաղամարդ էր, քեզի արույն լվաբիտնեմ ասավ, քեզի քիտդ քեդին մի դիքսեմ ասավ, ինչ խոսքեր ասավ եւ հանգարց ես լեցվեցա Սուրբ Հոգիով եւ ոտքի ելա եւ հրեշ դարձա։ Չեմ երբ ինչ եղավ, ադղան լրեց եւ ցկեց քնած։ Ուրիշներ, որոնք ես իրենց գքարոզեի կամ ինձի գհալածեին, քովս եկանեսին, երբ են ծեր բահերը, գուզեն կոր երթալ։ Իրենց գարկ մարդիկա իրենց չեմ կարոզած։ Բայց այդ հալածանքի մեջտեղը, երբ ես օզությունով գխոսեի, ինչ եղերը ասմոնց մեջը չեմ գիտեր, քովս եկան յետքը ինձ իսին, որ գուզենք մենք ակալ, ուր է երբ է ծեր բահերը։ Եվ ես զարմացա, ասի, ես դեր քեզի փամը չեմ ասած ասի։ Փամը շարժեր է իր սրդի մեջ, օծությունն է։ Ոչ թե մարդկային խելք ու ջարդար խոսքերը, որովհետև իմ խոսքերս իրականության մեջ չի ասամ եկումը կարոզելու այդ մեծ ամփոխի մեջը, ասոր անոր հազիվ կպատասխանեի։ Բայց օծություն կար այդ վարյանին։ Մարդոց սիրտը ջմլեց, Պետրոս Արաքյալ 3000 հոգի կարոզեց, կարոզը գարտա, սիրելիս, atkan մասնակիտական, ջարդարական կարոզը չէր, շատ բարձ։ Դուք խաչեցիք Հիսուս Քրիստոսին ասավ։ Մեսիային դուք խաչեցիք ասավ։ Գսե ամենուն սիրտը ջմլվեցավ։ Ինչու, որով Պետրոս հոգիով լեցվեցավ, ոտքի կանգնեց եւ կարոզեց։ Բարձ կարոզ։ Ովևէ անց գնա ադի կարոզել։ Բայց դարբերությունը անի որ օծությունով փոխանցեսին կադի։ Դունել օծությունով պիտի փոխանցես։ Դիմացին սիրտը կսկսի ջմլվել։ Մարգոս 5:25-ը պիտի գարտամ։ Մի գինգար, որ 12 տարի արյունահոսութեն է գդարաբեր։ Արյունահոսությունն էր։
Նա բազում բժիշկների գոմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը ավելի վատացել։ Եվ Հիսուսի մասին լսեց, ամբողջի միջով նրա հետևի գոմը եկավ եւ նրա հագուստին տպավ, որովհետեւ ասում էր, եթե միայն նրա հագուստին թիպչեմ, կբժշկվեմ։ Նրա արյունահոսությունը ամիջապես դադարեց։ Եվ իր մարմնի մեջ սկաց, որ իր դանչող հիվանդությունից բժշկվեց։ Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսումը սկաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ով տպավ»։ Նրա աշակերտները ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է եւ հարցնում ես. իմ հագուստին ով տպավ»։ Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանը անողին տեսնի։ Այդ ժամ գինը իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու թողալով եկավ, նրա առաջ ընկավ եւ ամբողջ ճշմարտությունը ասաց նրան։ Հիսուսն ասաց նրան. «Դուստր, քո հավատը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկված եղիր»։ Հիանալի պատմություն է։ Դու մտածես, Հիսուսին ասածը քիչ դարօրինակ էր։ Դու հետ եղած ես ամփոխի մեջ։ Հավանաբար ցույցերու մեջ ես ինձ եւ որ կդած եմ անանք դեղեր գամ խջողումներու մեջ ես եւ Նյու Յորք կացի Times Square-ին մեջ մեկ հատ փորձե քալել վրայի մարդ մյութունի բես այդ օրը անոթի էի երթամ մի հատ բադար մահաց ուդեմ կացի McDonald's դեսա ուրիշ բան չէի ջանչնարա անդեի բուրգերները ամեն մեջը ջամ գա բան անուշ գա ինչեր գա Սոսի McDonald's գա կոնե գիտեմ McDonald's-ի ինչ է հոն երթամ կացի McDonald's kids-ը դեսա եփ երգար դեպի դուրս խանութեն դուրս ելած եփ երգար kids-ի վազանցա վրայի մարդ մյութունի բես իմ հոթելի սենյակս 34-րդ հարգն էր անդերից վար եմ նայում Մրջունի պես մարդիկ կան, ավտոները գնում են, գալիս են, մարդիկը վրայի անգարելի է մեգեզի անդեղ չի տպնա Չես կնար ադանք ամփոխե անցնիլ և չսկաս մեգուն տպչիլը կեզ կամ չի նեղություն չունենաս իրենց մեջ են անցած ադենդ և Հիսուս կտարնանք սեով տպավ ինձի Բեդրոս հավանապար սավ ով կիդե արևը կուխուն զարգավ Ամբողջ օրը գծարայեր արևին դակ, վստահ մեկ իրեն տպավ, ինչու գարցն է աս հարցումը։ Թոմաս հավանապար սավ ես չեմ հավատար, որ մեկ իրեն տպավ, մինչև աչքով տեսնեմ։ Հուտան հավանապար սավ մեկ հատ կրբանդս դուք է տրամբանա հետը դեմետեր։ Մի խոսքով զարմացած էին, եւ որ Հիսուս իրենց ասվեց խոսք ասեց, ով տպավ ինձի, որովհետեւ մեկը գա տպավ, դարբեր տպավ։ Ասի ասկի առաջա դեսերեմ։ Դարբեր տպավ։ Ատկա մարդ իրեն գտպնար եւ աշակերտները ասին, ասկա մարդ կա 4 կողմը քեզի գտպնան։ Դու ինչ ես հարցնում հիմա։ Ով տպավ ինձ։ Ասա նո, իրենց նույնիսկ չնայեցավ գսե գփնդրեր։ Թե ով է ան, որ իրեն տպավ, որով այդ գնոջը տպչիլը դարբեր էր, հավատքի տպչիլ էր, ագնկալության տպչիլ էր, զորություն քաշեց իր մե։ Օծություն անցավ։ Եվ գինը գսե սկաց իր մարմինի մեջ բժշկությունը։ Վարգյանին 12 տարի գդարաբեր գինը, 12 տարի տրամը վատնած է, բժիշկներու կացած է, մեկ իրեն չէ գրծած օգնել, ընդհակառակը իր վիճակը ավելի վատացել է։ Հիսուսի մասին ծևով մլսեց, ասավ ամփոխի մեջ են երթամ ծածուկ, միան տպչիմ իրեն և գպժշկվիմ։ Եվ ազգինը լուրջ մեծ ռիսկ արավ, որով արյունահոսետենե դարաբողը չեր գրնար ժողովուրդի մոդենալ նույնիսկ, պետք է հերու դեղ գենար, որով անոր արյունահոսետենե գդարաբեր ըստ օրենքին անմաքուր գսեպվեր։ Եթե անմաքուր ես չես կնար ժողովուրդի մոդենալ, չես կնար մեգումը տպչիլ, որով անմաքուր գթարնա։ Հինգ դագրանը այդպես էր, եթե թուն անմաքուր էիր, չեր գրնար ուրիշին տպչիլ, ինքն ալ անմաքուր գթարնար, փոխանցիկ էր, անմաքրությունը փոխանցիկ էր։ Բայց Հիսուսին այդ օրենքը փոխվեցավ։ Հիսուսին տպչողը, Հիսուս չէ որ կփոխանցվի, Հիսուս կփոխանցե։ Հիսուս փոխանցում է իր մաքրությունը, թուն մաքուր գթարնաս։ Հիվանդությունը գդրվեց իր մարմինից։ Անոմար լուրջ ռիսկ էր
Անանք ժողովրդի մեջ մտնել կյանքի եւ մահի հետ խաղցավաս գինը։ Եթե հանգարց մեկը իրեն հերույեն ջանչնար, մեկվեն։ Ասի Արուն ասոտող դարաբող գինը չէ։ Ադի մեկը եթե լար արդեն քարը վերցեր էին զարգեր էին։ Դեղվում վրան իջեր էին։ Եթե Ստեփանոսին խիղճ չունեին, ալտուն Երևանայի այդ գնոջը ինչապ խիղճ պիտի ունենային։ Պիտի չկարգոզեին, պիտի կարգոզեին օրենքը կբանջեր, որ կարգոզեին, իրենք ամբողջ սրտով պիտի ելեն քար, պիտի վերցնեին եւ պիտի զառնեին եւ իրենք պիտի գարձեն Աստծո համար ինչերին, լավություններին Աստծո անունով։ Ադամասավ գինը ծածուկ երթա մեկը թող չի գիտնա, սողալով գնաց ջամփաները բացավ, ներսերը մտավ մինչեւ որ Հիսուսին տբավ եւ այդ վարյանին նկատի արեք, կսե Հիսուսը սկաց իր մեջեն զորություն դուրսելով։ Եվ գինը ասի չեր սպասեր։ Գսպասեր բժշկվի, բայց չեր սպասեր, որ Հիսուս պիտի գիտնա։ Ասավ ես կբժշկվիմ, գարնեմ բժշկություն սկսեմ գերտամ, առանց որ մեկը գիտնա։ Որով եթե գիտնա, պիտի մեռնի ինքը, չէ։ Տբավ Հիսուսին, բժշկվեցավ եւ հանգարց Հիսուս գեցավ։ Դու մեկ հատ քեզի գնոջը դերտիր։ Բարաբի չէ որ Աստվածաշունչը գսե վախով եւ թողալով առաջ եկավ։ Որով եթե հիմա ինքը խոստովանի, որ այո ես էի եւ արյունահոսությունն էի, արդեն քարերը գնայի գոր։ Եվ մյուս կողմենը հավանաբար կմտածի որ հավանաբար հիմա Հիսուս իրեն պիտի հանդիման է, որով իրեն ամմակուր դարձուց։ Եվ ամեն արջև իրավունքը պիտի որ իրեն կարգոզեն։ Ազգինը չի գիտավ որ օծությունը փոխանցիկ է, փոխանցվելիք է։ Օծությունը կփոխանցվի, օծությունը շոշափելի է։ Ճիշտ ինչպես մեկումը քիրք կուտաս։ Քիրքը գարն է։ Ես իրեն իմ քիրքս փոխանցեցի։ Օծությունը նույնպես է, իդ գրնամարնել։ Օծությունը սիրեներ այն զորությունն է, որ Հիսուսեն դուրս ելավ։ Դե ինչ է լավ իր մեջ են դուրս, այն զորությունն է, որ գնոջը բժշկեց։ Այն զորությունն է, որ մեջդ գաբրի։ Նույն զորությունն է, որ Հիսուսի մերելներեն հարություն տվավ, նույն զորությունն է, որ արյունահոսող դարաբողինը, որ 12 տարի կդարաբեր, վարգյանական բժշկեց իրեն։ Այդ նույն զորությունն է օծությունը։ Հիսուսեն դուրս ելավ, Հիսուսը սկաց։ Ասի ուրեմն երևակայական բանը չէ։ Իրական բանն է որ կփոխանցվի այստեղ։ Գինը քաշեց, որով գինը չի գիտավ, ասելով հանգարց մեջտեղ մտավ, մեջտեղ ինգավ, իրեն համար ասավ եթե միան թփչիմ Հիսուսին, ես պիտի բժշկվիմ, իր հավատքը, իր ակնկալությունը ուր է, պիտի թփչիմ իրեն, ես պիտի բժշկվիմ։ Օծությունը ինքը բահանջ կտրավ օծության այդպես։ Հիսուս օծյալն է, ասավ եթե քղանցքին նույնիսկ տբնամ, պետք է բժշկվիմ։ Ադեր իր հավատքի գաբը գեդը հոներ բժշկվեցավ։ Ինքը ադի գագնգալ էր։ Դե Հիսուս սավ քո հավատը քեզ բժշկեց։ Հավատը դուրը բացավ օծության, որ փանցնի իրեն։ Եվ այդ օծությունը իրեն բժշկեց։ Անամար օծությունը սիրելիս, առանց օծության քրիստոնեական կյանքը մի ապրիր։ Ես հիմա ասեմ որ ասի։ Մի լարան հավատացյալը, որ ավանդական հավատացյալը, որ չունի օծություն իր կյանքի մեջ, ասպես գեցած է։ Զարգամանի պես, ես այդպես կսեմ։ Զարգամանի պես գեցած է, դեկոր։ Բայց իր կյանքի մեջ բդուղ չի գա, օծություն չի հոսիր։ Մի լարադիգա, օծությունը հարկե, օծությունը բաբան է, որ օծությունը քեզի բաբան է։ Տշնամին թիմաց։ Ինձ համար պատկերը այսպես է, Եսայի մարգարեության մեջ են գարտաս կսե, եւ տշնամին կա կեդերու բես, ով կգենա իր արջևը, Սուրբ Հոգին տրոշակ կգանքնեցնե, օծությունը քեզի ադան կբաբանե, Սուրբ Հոգին երևեն կհալածե, օծությունը երևեն գերտա տշնամին։ Ճիշտ ասոր համար է, որ կբացատրես, որ շատ հավատացյալներ կան, որ տշնամին գուկա, բայց իր ազատությունն ալ գարնե գոր։ Բայց ուրիշներ կա, տշնամին հերույեն հազիվ մոդենա օծությունը արդեն երևեն գահալած է տշնամին։ Յողի պես բադած է իրեն։ Սուրբ Հոգին երևեն գերտա։ Գործ գա այնտեղ։
Դեր Հիսուս գանք արավ։ Նույն զորության մասին խոսեցավ Դեր Հիսուս, Գործ Առաքելոց 1:8-ը, երբ ասավ, բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեր վրա կա։ Նույն զորության մասին նույն բառն է։ Հունարեն նույն բառն է, երբ գսե Աստվածաշունչը ներողություն, երբ գսե Աստվածաշունչը Հիսուսը սկաց իր մեջ են զորություն դուրսելավ, նույն այդ զորություն բառն է։ Որ այսօր գործազեվ գսե, բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեր վրա կա։ Եվ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում, միջև աշխարհի ծայրերը։ Եթե օծությունը վրատ կա, դու վկա կրնաս դառնալ։ Առանց օծության վկայություն չես կնարդալ։ Եվ նույն զորությունն է, որ Արոնասո դարաբող գինը բժշկեց։ Արոնասուտենը դարաբող գինը։ Նույն զորությունն է, նույն բառն է, որ Տեր Հիսուս այսօր գործած է։ Ուրեմն այն օծությունը, որ քո կյանքիդ մեջ կա, մեծ գործեր կրնա անել եղեր։ Եթե դու գիտնաս արցակել ադի։ Եվ ինչ մեծ դարբերություն պիտի սկսի լինել, երբ դու սկսես այդ օծության հարկելով ծառայություն անել, մարդոց վրա աղոթել։ Ինչ մեծ դարբերություն պիտի սկսի լինել։ Հրաշներու նշաններ Երևակայ 12 դարի դարաբող Արոնասուտենը դարաբող գին մքեզի մոդենա, եւ դու բադայեցա, որ ցերկը ծրիր իր վրա եւ օծությունը փոխանցեցիր։ Նույն զորությունն է, որ Արոնասուտենը դարաբող գինը բժշկեց, չէ՞։ Եվ վարգյանին գսե գինը սկաց, մարմինի մեջ սկաց, որ Արոնասուտենեն գեցավ, թատրեց։ Ատկան շոշափելի է։ Եվ ատկան շոշափելի է քու կյանքիդ մեջ, եթե դու արդոնես օծության մեջ մեծնաս եւ օծությունով շարժիս։ Ուրեմն եթե ես Սուրբ Հոգիով մգրդվիմ, ես կստանամ նույն զորությունը, որ Տեր Հիսուսեն ելավ դուրս այդ գինը բժշկելու։ Կովին դարձիր է դու թեթև չես։ Չգարձես դու դգարես։ Եթե քո մեջի զորությունը Հիսուսի մերելները հարություն դվող զորությունն է, որ գսե Եփեսացիս 1:19-20 գսե գաղութեմ որ բոլորը ճանչնակ այն զորությունը որ ծեր մեջը կբնակի, որ նույն զորությունն է համեմատաբար որ Հիսուսին հարություն տվավ Սուրբ Հոգին, նույն զորությունն է։ Դա ասել է որ ամեն մոլություն, ամեն հիվանդություն, ամեն դգարություն, այդ զորությունը որ արցակվի, կբժշկե ինձի, գազադակրվիմ ես։ Օծությունը ուրեմն ուր է քո կյանքիդ մեջ։ Օծությունը ինչպես պիտի հոսի քեզ մե եգուրադի իսեմ։ Երկու փանալի։ Կովդ ուզես քրե նշե մի մորնար օծությունը քո միջոցով գոսի նախ եւ առաջ օծությունը պետք է քո վրատ կա, օծությունը վրատ կու կա եթե դու հանձնված ես Սուրբ Հոգին։ Եվ հիմա այսօր մասին ավելի խորհուրդ պիտի խոսիմ։ Այսօր եւ կա շաբաթ գետրոնացումս այսօր վրա պիտի լինի։ Դու որքան հանձնված ես Սուրբ Հոգին, այդքան օծություն վրատ կու կա։ Այդքան օծությունով գլեցվիս ավելի շիդակ, որով օծությունը արդեն քո մեջ է։ Օծությունով կսկսես լեցվիլ, հոսանքը կսկսի լեցվիլ, բայց ու հանձնված պիտի լաս Սուրբ Հոգին։ Օծությունը վրատ կալեն յետքը դու պիտի թույլ տաս, որ օծությունը աշխատանքը ունի քո մեջ։ Մեկադաբիցեմ ասի, օծությունը վրատ կալեն յետքը դու թույլ պիտի տաս օծության, որ քո մեջ աշխատանքը ունի, քեզի ներսեն դուրս մաքրե։ Որով եթե քեզի պիտի կործածե Աստված քո նկարակիրը դա պիտի գերդե։ Եվ դու թույլ պիտի տաս այդ օծությունը քո մեջդ կալով իր աշխատանքը ունի պիտի չգեցնես ադիգա։ Ասիգա կալիկ օրերում մեջ պիտի խոսիմ։ Բայց եկեք այսօր գետրոնանամ առաջին գեդին վրա հանձնվիր Սուրբ Հոգին։ Ընդհանրապես գսենք հանձնվիր Սուրբ Հոգին, ինչս էլ գուսենք հանձնվիր Սուրբ Հոգին, որ օծություն վրատ կա։ Եթե ես պիտի հանձնվիմ Սուրբ Հոգին, ինչս էլ է։ Բնավ դեսած ես վարած հոսանքի լար, ինչ գավոս, վարած հոսանքի լար, բնավ մեկը դեսած է, thank you, վարած հոսանքի լար, ասպես, գայծ է դալիս, ես տասանի մեջ մեկա պարեգամ մոնեի, քիջիկ չարաջիջի էր, Ջիշ բադին գողքը նստած էր ինքը,
Եվ բադին վրա մեկ հատ բան կար, հոսանքի դեղ կար։ Տուն ելիր, կրճատու բտված մեջ են կոմպասը ան է, այդ երգաթը։ Եվ այդ հոսանքին հետը խաղցիր տուն, բահին ադեն, միջ բարոն տասկը բացադր է, մենք հանգարդ մենա պուվ, ցայմը լսեցինք, եւ մուխ գել էր կովեն, մուխը սկսավ էր կովեն, դղան ասանք շոկ դարձավ, ասպես գեցավ, անշուշտ հետ իրեն տասանեն դուրս հանեց բարոնը, բայց տուն ելիր խաղցիր ադանք հոսանքին հետ, արդյունք մը պիտի տեսնես հետո, բաբաս կբատմե եբ չեմ իշեր ինչ բաջարով ելավ սխալմամբ վարած թելմը պրնեց, լար, հաստ լար, լման ծերկը ձագեց, գսեք գբավ, իր ծերկին գբավ և չեր ծկեր իր ծերկը, լման ծերկը ձագեց, ամիսներ արավ, մինչև որ ծերկը թարմանվի, մինչև այսօր տեր հետ կգա, եթե երթաս ծերնվի սիրեդը, մեկ հատ ծերկը պացնայիր, հետ կմինչև այսօր գդեսնես, վարած լարին հետ չես կնար խալ, եթե հասկնաս ասի, այս կոնսեպտը, տուն գասկնաս ինչպես օձությունը գրնաս փոխանցել, եթե տուն այդ վարած լարը լաս, հոսանքը մեջդ վարած է, գայց գա մեջդ, և դիմացինդ բահանջ տնեկա և թպնա քո այդ լարիդ, արյունասութենն կբժշկվիս, հետ պիտ ծկե, անգարելի է օձությունը հետ չի ծկե, անգարելի է օձությունը կեզի կու գաբանքներդ կեզի չի կագե, հետ պիտի ծկե, ինչպես որ հայրս մոդեցավ, ինքը բահանջ կտրավ, առանց գիտնալու անշուշ, ելավ վարած հոսանքը պրնեց, եթե տունը լաս այդ վարած հոսանքը, և մեկը կա բահանջ տնե, կեզի թպչի, ինչ պիտի լաս զորություն պիտի արցակվի, եթե ես գիտեմ հանցնվի Սուրբ Հոգին, եթե ես թույլ դամ օձությունը կյանքիս մեջ աշխատի, այդ հոսանքը ինչ պիտի լամ իշի մեջս, վարած, գպնդրեք որ մեկը, բոս արակյալ կարոզած ադենը հանգարց դեսավ մեկը, որ բժշկվելու հավատք ունի, սա ոտքի էլ, արցագեց, մարդ դեղուն վրա ոտքի ելավ, Հիսուսի անունով, ոտքի ելավ, բժշկվեցավ, Բեդրոս, Հովանես, վարած են, դաջարին թրան արջևեն գանցած ադենին հանգած դեսան նույն ад անդամալույցը և մուրացկանը, որ դարիներով ոնդեն անցած են և կիդեն ասմարդուն, այդ վարգանին օձության ժամանակ ինքը անցած ադենը հանգարց դեսավ իրենսավ ոսկի չունիմ, արզատ չունիմ, բայց Հիսուս Քրիստոսի անունով ոտքի էլ, ծերկեն պրնեց և զորություն անցավ իր ոտքերուն, այդ զորությունն է, Տուն գնաս ուզայի չապ Հիսուսի անունով ասել, բայց եթե տուն վարած հոսանք չես, պամը չանցնիր։ Նամոր մի կզբարզել, բայց եթե տուն վարած ես և թիմացին պրնես, բանջ կա, թպչիս, տնես, ինչ պիտի լա, զորություն պիտի արցակվի իր մեջը, իր դգար ոտքերը պիտի զորանա։ Անորամար սիրելիս տուն պետք է սորվիս հանցնվիլ, առաջին կայլեն հանցնվիլ Սուրբ Հոգիին, անպայման փոխանցում պիտի լա, եթե տուն վարած ես և բահանջ տրվեցավ օձության վրա, անպայման փոխանցումը պիտի լա օձության, անպայման։ Անորամար սիրելիներ, որ մենք և որ աղոտքի ժամանակ արջև գուկակ և ես իմ ցերկս կտնեմ ցեր վրա, ադիգա ձեզ չէ որ մենք կնենք որ։ Դեմը չէ կրված, որ հիմա ասին ժամուն, ասին շեն, ասին ժամանակները թում պիտի կաս և հիմա ցերկ պիտի տնես ցերկ տնելու սիրույն։ Իմաստ չունի։ Ես որ ցերկ կտնեմ, իմ հավատքս այս է։ Օձությունը պիտի փոխանցեմ քեզի, որ իմ մեջս վարած է, եւ այդ թփնալն է, որ պիտի փոխանցե։ Ադու համար Աստվածաշունչը գսե ցերկ տիր։ Ցերկ տնելով ցերկ կտնեին, կբժշկեին։ Ցերկ կտնեին գոձեին։ Հինգ դագային մեջ յուղ գտապեին, նոր գտագային մեջ ցերկ կտնեին, յուղը պետք է քեզ մե հոսի իրականության մեջ, տուն պետք է լաս ад յուղը, որպեսի հոսես ձեպես մյուսին, ад յուղովդ, որ քեզ մե պիտի հոսի, քո յուղը չէ անշուշտ Սուրբ Հոգին յուղն է, բայց քեզ մե պիտի հոսի։ Ադամա ձեզ չէ հրացնիս, և որ արջև գուքանք քու ագնգալություն ինչ է ադվարյանին։ Արդյոք
նույնն է ինչպես արյունահոսոտ դարաբող գինը ասավ, եթե միան թփչի իրեն պիտի բժշկվիմ, եթե միան հովիվը իր ցերկին վրա ստնե, ես ինչ պիտի լամ, իմ ակնկալությունս ինչ է, ես գիշեմ մեկ անգամ բադվելին ինձ հետևյալը, ասա բեկչունից ցերկը շատ երկար ցկես մեկուն վրա, ձեզ յագը սորվեցնեմ ուր, ասա բեկչունից ցերկը երկար, եվասիգա երազիս մեջ եկավ ինձ ասավ, հետո կացի այրեն արծի, ինքն անինձ նույնը ասավ, երազիս մեջ բադվելին եկավ եւ ինձ ասավ բեկչունից ցերկը մեկուն վրա երկար ցկես, ասբեսր է ասավ, եւ ինձ ցույց տվավ, ցերկը արավ, թրավ մեկուն հանեց, օզությունը փոխանցեց, so ես օզությունը փոխանցելու մեջն էր, որ ես աշխատանք դեր պետք ունի մնելու, այդ ադեն է որ երազը դեսա, եւ բադվելին ալ ուրիշ արիտով առանց իր գիտնալուն, եւ որ ես գաղութեի մարդոց վրա դեսավ եւ ինձ ասավ նորեն բեկչունից ցերկը երկար ցկես, նույն բարերը ասավ ինձ, երազը հիշեցի, իրեն պատմեցի այդպես եղավ, so բեկչունից ցերկը շատ երկար ցկես, թունալ բեկչունից շատ երկարը սпасելու, քո ակնկալություն հիմա կնե պետք է շտկես, քո ակնկալություն ինչ է, եւ օզությունը քեզի պիտի փոխանցվի, դու նախ պատրաստ ես օզությունը ստանալու, ոնդեն սկսենք, շատ մարդիկ կան արջև գուքան Իրանի չի կար, որ բամը չարավ, որովհետև ինքը պատրաստ չէ, որով գապված է, ինքզինքը գաշկանտած է, հանձնված չէ Սուրբ Հոգին, օզություն չի օսիր, օզությունը ետ ինձի գուկա, կիրկը գուդամ, սմոր արկիրկը, բայց ուն չես զերգոր կիրկը, արկիրկը, չեմ ու զերգոր կիրկը, լավ, ես ետ գարնեմ կիրկը, երթամ գուդամ գագիգին, որով գուզեգոր կիրկը սարնել, բայց ուրիշին գուկամ, գսեմ արկիրկը, բադ է, բադրած չէ, հանցնված չէ, Աշուր զանազան բաջարներ կան, հանցնված չէ, դեր գաշկանտված է, դեր ասիկ գործած է, և ասի քեզի թեմ է, քեզի թեմ գաշխադի ասի, և ասալ մեկ հատ անցնեմ, դրա համար է, որ տուն սկուշ պիտի ելաս ով իր ցերկը կուվրատ կտնե, որ աղոտած ադենը, մենք օրինակ եկեղեցիի մեջ գարկիլ ենք, որովհետև օդար մեկը հանգարց կա, առանց հովիվին օքեին, կա եւ ցերկը վրատ տնե վրատ աղոտ է, կամ վրատ մարգարեանա, մեկ անգամ ավոն էր, չէ, մեկը եկած էր փախստական ներս մդեր է, եւ մեկուն վրա մարգարեություն գնե, որ աղոտ գնե ուր վերը, չէ, վերն էին, եւ ես դերյակ չեմ, ինչ կլագոր վերը, ավոն սխալմամբ անցավ դեսավ գեցուց ավոն, եսի շատ լավ էր, որովհետև չես գիտեր այդ ցերկը ինչ ուրդեն եկած է այդ ցերկը, ինչապ մաքուր է այդ ցերկը, ես չեմ խոսիր ֆիզիկական ցերկի մասին, ես խոսիմ հոգևոր ցերկի մասին, ինչ գնե այդ ցերկը, եւ հիմա եկած է վրատ գաղութեգոր, եւ թուն քեզի կփանաս կորադոր, սկուշ պիտի լաս, խալիկ չէ ցերկ տնելով աղոտքը, նույնիսկ կտեսնես նոր գդագարանի մեջ գործարակելոց Փիլիպոս կնած նման Սամարյան դարձի եկավ, հետո Պետրոս եւ Հովհաննես լսեցին ինչ կանցի գթարնա, վազելով քացին, որպեսզի ցերկ տնեն, եւ բոլորը Սուրբ Հոգիով լեցվին Սամարիայի մեջ։ Եվ այդպես եղավ, հոնով գար, Սիմոն անունով գախարտ մգար։ Գսեք դեսնե ինչ կանցի գթարնա, եւ ժողովուրդը սկզբունքով իր մեկը վախնար գախարտություններուն պատճառով, իր ահը գար ժողովրդին վրա։ Բայց երբ դեսավ Պետրոս եւ Հովհաննես եւ ցերկ տնեն ինչ կլա, ինչպես Սուրբ Հոգին կփոխանցվի, օծությունը կփոխանցվի, ասավ ես ագուզեմ ադիգա, անշուշտ իր շահերուն համար։ So կնած տրամով Պետրոսին կով, ասավ նայ արած տրամի ինձ սորվեցուր ինձիա դուրասի, որբեսի ես ալ մարդոց վրա անեմ։ Ինչ եղավ իրեն ոնդը։ Անտիմանություն գերավ Պետրոսեն։ Սուրբ Հոգին անշուշտ անտիմանվեցավ։ Ասավ քուսիդը չիդակ չէ կնայ այդ զերոյեն աբաշխարետուն։ Քուսիդը հետ չիդակ չէ տունգայեցիր տրամով գրնաս կնել ասի։ Տրամով չի կննվիր։ Փողով չի կննվիր։ Չի ցկեց Սիմոնի ելե ուրիշին վրա ցերկ տնեվ աութե։ Հանդիմանեց իրեն բոլորին արջև։ Չես գիտեր այդ ցերկ ուրդեն գուկա։ Եվ չես կնար թույլը, ասի իսել չէ որ հանգած եթե մեկը սխալմամ ցերկը վրա տրավ տուն խալաս հիմա անիծվեցար, նո։
հանգարց մի թույլն արադես, բայց միալ արդոներ, որ օդար մեկը կա և իր ցերկը քու վրա տնե, և քու ընտանիքիդ վրա տնե, և մարգարեանա, և աղոթե, և եթե հովիվեն չէ անցածն է, ֆիլտրեն չէ անցածն է։ Որովհետև օձութենեն զատ գնա ուրիշ բան փոխանցե քեզի։ Գնա ամփոստություն փոխանցե քեզի։ Գնա աններողամտություն փոխանցե քեզի։ Զանազան բան չես գիտեր ու դեն կա վրա ցերկը։ Եվ Փիլիպոս չեր տեսած այս մեկը, բայց Պետրոս տեսավ։ Իմ հետս աբադայեցավ, մեկ անգամ բադվերին կովս եղավ, ոս Հայաստան էին, գսավ սկուշ է իր այդ գնոչ մե։ Ոս չի անշուշ, մեկը հանգարտ չի մտած է պամը։ Գսավ ասինչ գնոչ մե սկուշ է իր վրան բորնուգության հոգի գա։ Ադգին ինչի գա այսօր։ Բորնուգության հոգի գա ասավ։ Ես չէի տեսնել վրադի, բայց բադվերին տեսավ։ Սկուշ է իր։ Անամար սկուշ պիտլաս։ Ուրեմն, ցերկ տնելը եւ աղոթելը ադի ձեզ չէ, ադի ավանդություն չէ, պրոգրամը չէ, ադի օծությունը փոխանցել է։ Եվ քու ագնկալություն պետք է տնես այն վիճակին, որ այդ վարգանին, որ հովիվը գանցի, որ ցերկը գտնե, որ քու վրա դու քաշես, ինչպես այդ արյունահոսող դարաբող գինը քաշեց։ Հենց այդ վարգանին, որ ես թփչիմ իր քղանցքին, ես պիտի բժշկվիմ։ Եվ օծությունը անցավ։ Շատ ուրիշներ ագային գտփչեին Հիսուսին, պես պամճարին։ Ինչպես շատեր կան, որոնք կան շատ անգամ իր ցերկը գտնես պամճարներ։ Նույն Հիսուսն է վարած օծությունը իր մեջը, բայց եկողը, որ իրեն գտփչի, բեկած ագնկալությունը չունի, անանք բարձ գտփչի, անամապամը չլար իրեն, բայց է որ հավատքով լեցված գինը եկավ եւ իրեն թբավ, նույնիսկ որ քղանցքին թբավ, զորությունը իրեն անցավ։ Սո նույնն է, եւ որ արչեվը գուկանք գամ աղոթքի ադեն, գամ բաշտամունքի ադեն, շատեր կա գտփչին Հիսուսին պամը չլար, բայց հատուկ անձեր կան, որոնք իրենց թբածը դարբեր տպնալ է։ Եվ որ իրենք թպնան Հիսուսի, օծություն գարցակվի իրենց, օծությունը գզորանա իրենց մեջը։ Հիմա, օծությունը միան ցերկով չի փոխանցվիր, օծությունը նաև խոսքով կփոխանցվի։ Երևակայ դու միլիոններով արչև գեցած ես, եւ ամեն վրա ցերկ մի գտնես։ Դի չասես ամեն վրա ցերկ տնես, սո այդ ադեն պետք ունի ինչ հաջորդ հանգրվանը խոսքին հավատալով Մոսեսին այդ նույնն եղավ, որ Մոսեսին սկիզբը ասավ կնա ժայրին զարգ եւ չուր պիտի ելլե։ Զարգավ ժայրին չուր ելավ։ Հաջորդ անգամին իրենցավ մի զարներ, ասավ մի անսե։ Ժայրին նսե ասավ, անշուշտ այդպես չրավ Մոսես, ելավ զարգավ ժայրին, չուր ելավ, բայց խոստացված երկիրը չի մտավ։ Եվ ադեր պատճառը, եւ խոստացված երկիրը չի մտնելուն։ Աղոթեց Աստծո, իրեն ներս թողեմեցնել, Աստված ասավ նո ինձ այսօր համար մի աղոթեր նորեն ասավ։ 5 դագարան էր անշուշտ։ Նույնն է, քու հավատքիդ աճիդ հետ կապված է ծառայության մեջ Աստծո եւ օծության որքան վստահիս որ օրերը պիտի կա որ միան խոսքով պիտի արցակես ադիգա։ Պատմության մեջ ագտեսնես նոր գդագարան Տեր Հիսուսին կով եկավ հայրաբեդը եւ ասավ ես արժանի չեմ որ դու իմ դունս կաս։ Իր զավակը հիվանդ էր, ծառան զավակը հիվանդ էր։ Բիդմերներ։ Ասավ բայց ցուն արժանի չեմ ես որ դու իմ դունս կաս ասավ։ Ինքը հռոմեացի էր։ Անոմար ասավ նայ ես իշխանության դեր մարդ եմ, գիտեմ ադորսեմն է քնագերտա, ադորսեմն է երկուր գուկա, հետեւաբար դու նալ իշխանության դեր մարդ ես, դու միան խոսքը արցակե։ Իր հավատքի գաբա ադեր։ Ինչպես գինը ասավ եթե թփչիմ իրեն կբժշկվիմ, աս հայրաբեդը ասավ եթե ինք խոսքը արցակե ես կբժշկվիմ։ Խոսքը արցակեց հռոմեացին ասավ thank you, ցկեց կնաց։ Եվ հոն կնաց դեսավ իր զավակը բժշկված է։ Տեր Հիսուս զարմացավ, որով իր ագնկալությունը մարզված էր ասմարթուն, ինք գիտեր, միան ինքը խոսքը արցակեն է ես բժշկված եմ։ Պետրոս ասավ, միան ինձի իսեկամ։ Միան իսեկամ։ Բեկչույս ինձի տպչելու։ Միան իսեկամ։
Եգուրսավ ցածկեց նավեն դուրս ելավ, նավագեն դուրս ցածկեց, ճուրերուն վրային քայլու սկսավ Պետրոս։ Որով իր հավատքի գաբա էր, խոսքին գաբված էր։ Դուն գրնաս ցերկով տպչելով ստանալ, կամ գնաս դու խոսքով ալ նաև ստանալ, գնաս դու տպչելով փոխանցել, գնաս նաև խոսքով փոխանցել։ Եվ ճիշտ այս է բաժարը, որ քարոզես մեգումը չանա օծությունով խոսիլ, օծությունը արձակել ինչ կխոսիս, որովհետև օծությունն է, որ մարդոց սիրտի գդրե ինչպես որ սկիզբը գսեի։ Եվ ասպես շատ բադած է հետս քարոզի ադեն գնկադեմ մարդոց հետ խոսած ադենս քանի արիտներով եղած է։ Մեգումը ատքան քարոզած եմ Բամը չի եղած, բայց օրը բադայեցավ այսպես եւ շատ բարձ բամսի, բայց օծություն արձակվեցավ։ Եվ թիմացին աչքերը չրոդեցավ, լալու սկսավ։ Ինչ եղավ։ Օծություն փոխանցվեցավ։ Եվ այդքան ջարդար բաներ չսի այդադեն։ Քանի արիտներ եղած է այսպես նկատած եմ։ Չեմ երեթե ունեցած ստունատ փորձառությունը հանգած մեգումը բամը գսես, մեջը գսկաս այսպես օծություն փոխանցվեցավ թիմացինիդ։ Կուգետրոնացումը դա դիվիդելա։ Հետևաբար, աս արյունասոտո դարաբոգինը բժշկվեցավ, հայրաբեդեն զավակը բժշկվեցավ, մեկը տպչելով, մյուսը խոսքը արձակվելով, ասոնց մեջը գեղձ բամը չի գասի էր, ասի իրական էր, բդուղի մեջ հայտնի է։ Բժշկվեցան ասոնք։ Գեղձ բամը չի գար։ Եվ հիմա հոս կուկամ, ցեզի խոսեդու թե պետք է որ ասիգա մարես։ Պետք է որ ասիգա մարես։ Գլուխը պետք է մարես։ Մարդիկ կամ որոնք ասած են կամ հալածած են ասենք օծության, մարդիկ կա որոնք չեն հասկացած օծությունը, մարդիկ կա նույնիսկ չեն ուզած օծությունը, բայց մարդը գնա փամս է, բայց սիրտ ուրիշ փամն է։ Ադանք մարդիկ գտեսնես դակավին ասված գուկա իրենց գտպչի եւ հանգած քեդինները գինան ասոնք։ Ինչ եղավ ասոր։ Ես մեկ հատ փորձառություն ունեցա Եվ հետաքրքրական է ասպորտացություն, մեկ եմ որ բնավ չէի ակնկալ էր, բնավ, որով փիլիսոփա էր եւ շատ գլուխը հոգնեցուցած փիլիսոփան էր, ամեն ինչին համար գլորակ մուներ հոնդեմ փախուս տալու եւ ես սպանգլայի ասի ասու հետ բեկե նստիմ գսեի, ասու բեկե խոսիմ եւ գխոսեի, բայց փիլիսոփա էր։ Հանգարց մի օր աղոտ կրինք, երդասարտներով էինք, աղոտ կրինք Եվ աղոտ գրած ադենից հանգած օծությունը եկավ ասոր վրա եւ լալու սկսավ, լեզուներով խոսելու սկսավ, ես զարմացա։ Այդ փիլիսոփան հիմա լեզուները սկսավ խոսել եւ գուլագոր, ամեն բայրուն արչեւ կար գուլար օծության դակ։ Գուլար օծության դակ։ Ու մարդիկ կան, որոնք գսեն ես մտադրած չեն, որ օծության դակ բամը լամ իմնակ դեսնես, որ ինչեր եղավ իրեն։ Իսկ ուրիշներ կան մտադիր են, որ պիտի չինան։ Եթե այդպես սող գա, քեզի բան բիչելա։ Որը դու որոշեցիր բանը չելա։ Ուրիշներ կա գսեն ես բեք չունիմ քեդին ինալու։ Որովհետեւ բանը ստանամ։ Այդ միտքը արդեն արկելքներ դրավոծության արչև, բادر դրավոծության արչև, որով դու մտածես, որ ես բեք չինամ, ես բեք չունիմ ինալու։ Ես գնամ ստանալ առանցինալ, շատ քաղաքավար ես դու։ Քեզ համար ասված հadoop case pit-ն է։ Բայց օծությունը գրագ է, օծությունը եգրաշարժ է, օծությունը հով փոթորիկ է, օծությունը քեզի դակն ու վրաբիտն է։ Օծության եթե դու նսես, նո, ես բեք չունիմ, ասինչ եւ անինչը դու ինչ դրիր, արկելք դրիր։ Եթե պիտի հանցնվի Սուրբ Հոգին, ասոնք ամեն պիտի delete անես։ Ասոնք ամեն delete պիտի նես։ Եթե գուզես օծություն վրա ավելի զորավոր կա, Աս ամեն արկելքները պիտի անես, ասի պիտի մարես, արդյոք ինչ կլար, քանի օծությունը գլուխով չես հնար ստանալ, օծությունը քու միտքիդ չի կար, օծությունը քու հոգիիդ կուկա, հոգիիդ դուրս կել է, օծությունը հոս չի կար, չես կնար դու բացադրել մտքով, հասկանալ մտքով ինչ կլա, լեզուներով բարգևը խոսելու նույնն է,
Դրա համար ես այդ շաբաթ ինտերվյուի մեջ գսեի լեզուներու բարգեւը ամենակեղեցիկ բարգևն է, որ քեզի գմարզե ասի մարես, չաշխատցնես այդ, որով լեզուներ խոսելու համար ասի չես կնար կորձածել, եթե լեզուներ պիտի խոսես։ Ասի բեկե մարի որ գայանաս լեզուներ խոսիլ տուն, որը միջա անադեմ որ ասի գաշխատի, ինչ պիտի ասեմ արդյոք, ինչ բար պիտի ելե ինձ մե, արդյոք ասեմ, ադի պիտի լա, աս բաները եւ որ սկսի դառնալ Տուն արդեն արկել կտնես կորոզության աճել, լեզու չսկսիր դառնալ։ Պիտի մարես ասի։ Պիտի անչադես այս մեկը։ Եվ անչադել լսել չէ անշուշտ քու գլուխը չես կնար մարել, բայց պիտի լրացնես քու գլուխը եւ իրեն պիտի հիմա ժամանակը չէ, ես հիմա պիտի հանցնվիմ։ Հիմա պիտի հանցնվիմ։ Ճուրին վրայի լողալու բես է։ Եթե դու սկսես մտածել ես շարժիմ, ես այսն եմ եւ այնն եմ, ճուրին էլ ավելի դժվարություն կունենաս, քանի որ ամփոխությամբ հանցնվիս։ Զարմանալի է, չէ՞, մեկը գսկսի ընկղմիլ, որովհետև ինչեր գնե, քովը գտեսնես ուրիշը, որ լման հանցնված է ճուրին եւ վրա գծփա ճուրին վրա։ Մյուսը գճարճարվի, մյուսը հանգիստի մեջն է, բայց ճուրին վրա է։ Մյուսը գնգղմի։ Որովհետև ադիգա շատ ասի կկործած է։ Մյուսը լման գահանցնվի որ իր կոնտրոլեն գահանե որ ինքը ղեգին վրա չէ։ Ճուրին դվավ ղեգը։ Ճուրի հիմա իրեն ուր պիտի դանի, ինքը անդեղ պիտի երթա, ինքը չի որոշել որ ուր պիտի երթա։ Օձություն նույնպես է, դու չես կնար որոշել ուր պիտի երթա օձություն, դու չես կնար կոնտրոլն է, դու չես կնար դիրեկցիոնին վրա, ղեգին վրա նստել եւ ասել նո, ես գուզեմ էսպես երթա, ես պիտի չինամ քեդին։ Բամը չլար քեզի։ Հանցնվիլը այդ է։ Եթե դուն դարված ես 4 կողմիններդ, օձությունը քեզի չի կար։ Որով դուն խելքը ուրիշ դեղ է, գտիդես կոր ինձի, գտիդես կոր մեր քրոջը այստեղ, գտիդես կոր մեր եղբորը անդեղ, գնայիս կոր ինչ կլագոր, դու արդեն որոշեցիր բահը վերջացավ, հադե այլևս բահը վերջացավ, ցկենք երթար, չես առներ դուն։ Գնալ ասանք բզիկ փամը գսկաս, որով չսեմ չես առներ փնավ, որով փամը գսկաս կնալալ, օձությունը փամը սկացի, բայց դու որոշեցիր բահը վերջացավ, ասելով վերջացավ։ Դու որոշեցիր։ Ասված չի որոշեց ադի։ Շատեր կանից օձությունը չեն առներ եւ գորոշեն բահը վերջացավ։ Բայց դեր ինքը օձության չի մոդեցավ թեր։ Օձության թույլ բիտ դաս, որ իր աշխատանքը ընե, սավի բիտ մարես, կովիններուտ միտ չի դիդես, կովին ինչ ուզ է թողնե, թուն բիդի չի դիդես իրեն, թուն բիդի դիդես Հիսուսին, թուն գետրոնացումըտ աստուծո բիտ բահես, Պետրոս արակյալ Հիսուսին նայելով չուրերուն վրային գկալեր գոր, այդ վարգանի, որ աչքը Հիսուսեն անեց, ընգղմելու սկսավ, քո աչքդ Հիսուսին վրա բիտ բահես, ոչ թե իմ վրաս, Հիսուսին վրա եւ դեսնես ինչ կբադահի Քեզի մի քանի համարներ գարտամ որբեսի դեսնես եւ ուզես նկովդ արցանակրի այս համարները մարդիկ եւ քեզի հարցնեն թե ուր գա Աստվածաշունչի մեջ քեդինինալ կամ եթե քու միտքդ քեզի այդպես խոսի եւ քեզի իսե որ ադանք բամը չի գա նո գա քեզի ցույց տամ Աստվածաշունչի մեջ են որ դեսնես ամեն անշուշտ պիտի գարտամ բայց մասը պիտի գարտամ հին եւ նոր գդագարան բարի Ուզես կովդ կրե, առաջին անցը, որ քեզի աս հարցումը արցնե, իրեն ամիջապես հանե, իրենս է նայ ուր է։ Հայտնություն 1:17, Հովանես Արաքյալ, գսե է երբ Հիսուսին դեսա, մերածի բես նրա ոտքերի առաջ ընգա։ Հիմա դու ինձ բացատրե, ինչ զել է մերածի բես իր ոտքերուն առաջև ընգա, չսեր գոր ձունգի եկա։ Հա? Չսեր գոր յետև կացի աթորին վրա նստեցա։ Ինչ կսե գոր, մերածի բես կեդին ընգա, ծույցնամ սեզի ինչպես կլադի։ Մերածի բես կեդին ինալ կիդենք ինչ սել է, չէ։ Ինքը կոնտրոլ չունի իր մարմինին վրա, կեդին ընգավ մարդը, ատկան հանցնված է և աստուծո ներգայության արջև եղավ, օձությունի իչավ, մարդը ոտքերուն վրա այլևս չի գրնար գոր գենալ կեդին ընգավ մարդը։ Ոչ է ձունգի եկավ, անշուշտ հիմա հանգած ձունգի եկարն է սխալ միաս կնար, ես չեմ սեգո օձություն վրա չի կարգո, ես թեմ գգենամ գոր այդ միտքերուն, որ
Գիտար ամեն ինչ պետք է կոնտրոլով լա, թուն բռներես, թուն գիչնես կորտուն։ Ես եւ որ օծություն վրաս եկավ ես աբաշխարեցի, ոտքերուս վրա այլևս չէի գրնար գենալ։ Քեդին ինգա ես։ Սողալով արջև կացի աբաշխարեցի այդ օրը։ Որով բաշտամունքի մեջ ենք, դա կարոս չի գար։ Բաշտամունք կդենք կոր միան։ Կարոս չէր։ Եվ վրաս ադբես զորավոր օծություն հանգչեցավ։ Եվ ոտքերուս վրա այլևս չէի գրնար գնալ։ Գսեմ մերածի պես նրա ոտքերի առաջ ընկա։ Իսկ նա իր աչքը ինձ վրա թրեց ու ինձ ասաց՝ մի վախեցիր, ես եմ առաջինն ու վերջինը։ Եզեգիել, եկեք 5 դագրանի երտանք։ Եզեգիել 1:28-ը նորեն Աստծո փառքը տեսավ, գսե ձիածանի դեսքի նման, որ անցրևի օրը լինում է, մի ամբի մեջ այնպես էր շրջաբադող բայծարության դեսքը շուրջ բոլորը։ Սա դիրոջ փառքի գերբարանքի դեսքն էր, երբ ես տեսա այս մեկը, վայր ընկա երեսիս վրա։ Մասի ինչպես ինգեր է։ Երեսին վրա ինգեր է ասիգա։ Յետև չեն գա, ասի արչև ինգեր է։ Երեսին վրա ինգա ու մի խոսողի ցայն լսեցի, որ Աստծո ցայնն էր։ Երկրորդ գլուխ Եզեկիել 1-2 առաջին երկու համարները գսե եւ ինձ ասաց մարդու որդի գանքնիր ոտքերիդ վրա, ուրեմն ուր էր Եզեկիել, քեդին ինգեր էր, իրենսա ոտքի էր։ Ես կխոսեմ քեզ հետ եւ հոգին մտավի մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ ու ինձ ոտքերիս վրա գանքնեցրեց։ Ով իրեն ոտքի հանեց, ինքը հոգին իրեն հանեց ոտքի, ինքը չի որոշեց ոտքի ելնել։ Հոգին իրեն ոտքի հանեց եւ ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ, ուրեմն աս Եզեկիելը քեդին ինգեր է, Աստծո հետ կխոսի։ Աստծո ցայնը գլսե։ X չրավ, չի գեցուց բատմությունը, չսավ խալաս ես արի օծությունը վերջացավ, Աստծո հետ գաբի մեջ է Եզեկիելը եւ քեդիններ ինքը։ Եվ Աստված իրեն սա ոտքի էլ կարողություն չուներ, Սուրբ Հոգին եկավ իրեն ոտքի հանեց։ Նամոր մի կզբարձել։ Ինքը չէր որ որոշե որ ինչ պիտի անցնի թարնա հիմա։ Ինքը հանձնված է լման իր դեսած մի անգսե։ Եզեկիել Փեմն ացորտած 5:14 Եվ քահանաները ամբի բաժարով չի կարողացան գանքնել բաշտամունք գադարելու։ Չի խոսիր քահանաներու մասին, որոնք դուրսը գցած են եւ գսպասեն որ երբ ամբը պիտի երթա իրանք ներս մտնեն եւ ծարայելու սկսին գսեու չի գերցան ոտքի գենալ։ Սին ուր էին աս քահանաները ամենը։ Չի գերցան ոտքի գանքնիլ բաշտամունք գադարելու, որովհետև դիրոջը փառքը լեցրել Աստծո դունը։ Անկան գրնա լեցնել Աստծո փառքը դունը, որ բոլոր քեդինն են։ Բեմն ացորտած 7:1-2 գսե երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը գրագի իջավ երկնքից, լափեց ողջագեզներն ու զոհերը եւ դիրոջ փառքը լեցրեց դունը, քահանաները չկարողացան մտնել նույնիսկ դիրոջ դունը, որովհետև դիրոջ փառքը լեցրել էր դիրոջը դունը։ Նորեն չի խոսիր գոր դուրսը գեցեր են եւ կսպասեն որ սա ամբի եփ պիտի երթայալ այսօր բահը վերջանա երթանք շաուրմա ուտենք մեկ հատ քահանաները չեն գնար գոր ներս մտնել չեն գնար գոր ներս մտնել Հովանես երբ նոր գդագարան երթամ Հովանես 18:4-6 արդ Հիսուսը իրեն սպասվող այս ամենը իմանալով գնաց եւ նրանց հարցրեց ում եք փնտրում Անոնք որոնք իրեն եկան պիտի խաչեին իրեն Գեցեմանի բարդեզին հոն Նրան պատասխանեցին Հիսուս Նազովրեցուն Հիսուս նրանց ասաց ես եմ Նրանց հետ էր նաև Հութան նրա մատնողը հենց որ նրանց ասաց ես եմ Նրանք հետ գնացին ու ընկան քեդին ասոնք ձունգի չեկան ասոնք վախով չէ որ յետև քաշվեցան գսե հետ կացին քեդին ինգան բոլորը Մատթեոս 28:4 Հռոմեացիները նրա ահից բահաբանները թողացին ու մերելի բես դարձան Նորեն ինչս է մերելի բես դառնալ Մատթեոս 17:5-6 Մինչ նա խոսում էր մի լուսավոր ամբ Հովանի եղավ նրանց վրա ամբից մի ցայն լսվեց որ ասում էր դա է իմ սիրելի որդին որ ունի իմ բարեհաճությունը Դրան լսեք Երբ աշակերտները լսեցին երեսնի վայր ընկան շատ վախեցան երեսնի վայր ընկան քեդին ինգան իրենց երեսին վրա ասի այլագերբության լերներ
Գործարակելոց 9:4 Պետրոս Բողոս Արաքյալ գսե Քեդին ընկնելով նա մի ցայն լսեց ինքը Դամասկոսի մեջներ գերտար որովհետեւ եկեցին հալած է հանգած Հիսուսի անտիպեցավ ցիեն ինգավ Բողոսը ցիեն ինգավ Բողոսը ասիկա անբես մչեր որ դեսավ Հիսուսին Փոզրավ գեցուցին ցիեն վարիչավ արչևը կնած զունգի եկավ նո Բողոս Արաքյալ ցիեն թրավ Քեդին Գսեք քեդին ընկնելով նա մի ցայն լսեց նորեն գտեսնես քեդին ինգավ ցայնը սկսավ լսել Հիսուսին ցայնը եւ իրեն հետ սա որ իրեն ասում էր սավող ինչու ես ինձ հալածում Իսկ որբեսի չգարձես որ ասի միան Բողոսին հետ եղավ ուրիշ դեղ եւ որ ինքը իր վկայությունը կբատմե Գործարակելոց 26:14-ի մեջ գսե եւ մենք բոլորս քեդին ընկանք բայց միան ինքն էր որ ցայնը լսեց So ինքը չեր միան որ վախծավալ կամ ցին վախծավալ քեդին ինգավ ամենը քեդին ինգերեն Դեսնես որ Բոլորս քեդին ինգանք լսեցի մի ցայն որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր սավող ինչու ես հալածում ինձ Հիմա կարևորը ինալը չէ Ինալու մեջը չէ հանձնվելու մեջն է Դու որքան հանձնված ես Եթե հանձնված ես հավանաբար գինաս Եթե արաքյալները մեկը չգրծավ իր արչևը գանկնիլ, չեմ կարծեր մեկը որ լման հանձնված է պիտի կարողանա Աստծո արչև նորեն գանկնիլ, քեդի միտինա։ Եվ Աստված հետ պիտի խոսի։ Աստված հետ պիտի խոսի։ Բողոսին հետ խոսեցավ, իրեն ասավ ինչ պիտի նե հիմա։ Եզեկիելին ներողություն Եղիա մարգարեին հետ նույնն է եղավ։ Գսել լերը բարձրացավ, դեսավ փոթորիկը, դեսավ երկրաշարժը, դեսավ գրա գանցի, ասոնք ամեն օծությունն են։ Գանցի անգի ետքը մի ցայն լսվեց, մեծ ցայն։ So օծութենեն ետքը, եթե որ տուն լման հանձնված ես, ասի կացած է, մարած է, այն ադեն Աստված կսկսի քեզի հետ խոսիլ, կոստե չի խոսիր, սրդի հետ քո անցիդ ներքին անցին հետ կխոսի։ Աստված Ներքին անցիդ հետ կխոսի, հանձնվելուն հետ կապված է։ Ոչ թե ուղղակի ինալուն հետը, հանձնվելուն հետը։ Գնամ որ մի կս բարձել։ Քանի շատեր կան այո գրնա ինան, բայց օծությունը չարավ ինքան, որով վարժված է ինալ գինագոր։ Գիծար, անպայմանորեն հանգած մեկի ինգավ ասել չէ որ օծությունը վրան էր, ասելով ինգավ, գրնա վարժված է ինալ։ Այս ուրիշները կա որոնք հետ չեն ինար, որովհետև չեն ուզեր ինալ, ադորամարա կդեսնես փամնա չլար իրենց հետ, ադան կգենան սարած։ Տուն եկուր աղոթե անցիր, քիրկը դվիր չարավ, քիրկը երթաս ուրիշին քիրկը գուդաս, ինքը դանան գեցած է։ Ագնանություն չունի, հանձնված չէ, ամոթ է ես ինամ, մարդիկ ինչ պիտսեն իմ մասիս, ամոթ էլամ դղամարդը, ամոթ էլամ, մեր մշագույթը չի ներեր, որ դղակը լան, չեմը, ատո աղջիկները լան, նո, որով զսպեր ես տուն կեզ, իչ աշխադիր գոր արդեն օզություն, որով զսպեր ես տուն կեզ, ես դղամարդ եմ, Եթե Սուրբ Օքին քեզի պիտի լացնե լաց, եթե Սուրբ Օքին քեզ պիտի խնդացնե խնդա, բաբասը սերեմ քեդիները կսկսի դաբլ դգել խնդալեն, գազես երեխա լար եւ խնդա։ Մեծ մարդ է, իմ հավանաբար երկու անգամս է դարիքը եւ գտեսնես երեխայի նման գտարնա, քեդիները գինա եւ լալու խնդալու կսկսի։ Օծությունը վրան գանչի։ Հետապա միջան ադեմ որ տունասիկ աշխատցնես, որ օծություն չաշխալիր։ Լեզուներու բարգերը քեզի գսորվեցնե ասի մարես որ օծությունը աշխատի։ Եվ այդպես է, լեզուները գխոսից ազ չես կոզարի, կարապատա խաշերդի ալարտանինի մնես, մեջ են դուրս կել է, լեզուները, աստեն չելեր, ասի գմաժվիս մարել, որբեսի գարողանաս տուն օծությունով զարայել, մինչև անանդեմ որ տուն մդավոր աշխարի մեջն ես, ադի թշնամի է, քեզի թշնամի է, ասուզո թշնամի է, թույլ բիդի չի դա որ դու ստանաս Հռոմեացիս 8:7-ի մեջ հստակ գսե մդավոր խորհուրդները, որովհետև ըստ մարմնի խոգում դա, ասիկա միան չի մտած է որ, խոգումը Աստուծո թեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում, ոչ էլ կարող հնազանդվել։ Միտքը մդավոր յանքը թշնամի է Աստուծո, չի գրնար ստանալ, չի գրնար ավելի խորուն գերտալ, Ադոնամարը որ պիտի հանցնես տուն քեզի Սուրբ Օքին։ Նիկոդեմոս Հիսուսին կով եկավ,
բացադրե ինձի, դուն երբ աղոթես, մարդիկ կբժշկին, որ վստահ որ դու Աստծուց մեղրկված ես, հստակ է ադիգա։ Ինչպես գրնամ ես նույնը, ինքը ինչ է, թուխմադիդով եկած է, նոտ պիտի առնե։ Եվ Հիսուսին հարցումը, եւ հիմա կսպասե որ պատասխանը որպեսզի ինքը պիտի քրե, 1, 2, 3 պիտի քրե։ Հանկարծ Հիսուս դարձավ իրենցավ նայես, Սուրբ Հոգին հովի պես է։ Ինքը հասկացավ yani հովին չես կնար բռնել։ Հովը չի բռնվիր։ Սա հովը ուր գուզե գերտա։ Դու մի անանոր հետքերը կտեսնես։ Հո մեկվան, ես չեմ կոնտրոլնել, չեմ գնար կոնտրոլնել ասի։ Ղեգի իմ ցերկս չէ, սա նո ղեգը գու ցերկը չէ սա։ Թուխմադիդով եկավ, անշուշտ ես գավելցնեմ ասիգա։ Բայց ինքը քահանան էր, փարիսեցի էր։ Հավանաբար թուխմադիդով եկավ։ Բայց Աստծո Հիսուսի գարցը ինչպես գլա մեկի իդ իր մորը որովայնը բիտ մտնի իդ ծնի, գիտակ ինչ կնեգոր։ Հիսուսով նե, ինչ որ արինով եւ ճուրով ծնած է, ադիգա չէ էսավ, հում որ հոգիեն գծնի էսավ։ Լման գլուխը դարձուց Հիսուս իրեն։ Էսավ թուն ուսուցիչ ես ամբողջ Իսրայելի եւ ասպաները չես գիտեր։ Ասի չէ, որ քեզի արչև գտանի։ Հոգի հետ գստանաս ասը գբացադրե քեզի հոգիիդ մեջի եղածը գթարգմանվի միտքիդ եւ գսկսես հասկանալ ինչ կանցնի գտարնա, ասին աբուշ չես լար։ Հա։ Բայց եւ այնպես ամենը ներքին անցիդ հոգիիդ հետ գաբին հետն է, որքան հանցնված ես տուն հոգին։ Եթե տուն ծևին հետ խնդիր ունիս, տուն խնդիր պիտի ունենաս ստանալու։ Մեկ հատ երևակայ է, տուն հատ գույրն էր, որ Հիսուս եկավ եւ մեկ հատ տքեց քեդինը, արավ ասպես, ցեխ բادرաստես եւ աչքերուն վրա քսեց, դու մեկ հատ տուն քեզի հատ մարդուն դեղը տիր, դու պիտի ընդուներ ադի։ Այս օրերուն եթե Հիսուս կար եւ նույնպես զարայություն բիտներ, հավանաբար շատեր բիցկեին եկեցին եւ պիտի երթային, ով է որ հատ խենթ հովիվը որ քեդինը գտքեգոր եւ ցեխ կնեգոր եւ աչքերուս վրա կսեգոր ցևին հետ խնդիր ունիսն է չես ստանար բամը ոչ ագդեսնես ուրիշը ինչ արդյունքը չես տեսներ որ դու ցևին հետ խնդիր ունիս շատ բաներ եղած է 5 նոր գդագրանի մեջ եւ հին որ եթե թունը լայր հոնդե հավանաբար խնդիր ունենայր Սուրիայեն Դամասկոսեն զորաբեդ մի եկավ Եվ Եղիան իրեն ասավ Եղիան էր կամ Եղիան էր չսխալիմ Եղիսեն էր ներողություն Եղիսեն իրեն ասավ կնա ճուրի մեջ ինչ էր 7 անգամ իջիր եւ ել ասավ Ինչ եղավ մարդը վիրավորվեցավ ասավ Դամասկոսի մեջ ավելի լավ կեդեր չկա հոնգերթայի գտած խվեի եւ գելեի լավ որ հոմ մեկա զարամ ուներ եւ իրեն քիչ մխելքին հետ խացավ ասավ նայ Քեզ մեծ բաներ չուզեց, ուրիշ բաներ չրավ, քեզ շատ բարձ բան ուզեց, մեկը տատ խվիրած չունի մեջ, ինչպի կորսնցնես սա։ 7 անգամ միջավ ելավ, գսե բզդիգի նման, մանուգի նման մարմին ունեցավ։ Բժշկվեցավ։ Եթե խելքը կորձած էր, բիչ չստանար։ Եթե մնար այդպես, բիչ չստանար, բայց որով հանցնվեցավ, ստացավ։ Գտեսնես որ ասի է թշնամիտքու Բոս արակյալին քրդինկոտ տաշկինագեն մարդիկ կբժշկվեին որ դու մեկ հատ բիդի հոժարեիր քրդինկոտ հոդած տաշկինագը վրատ կար որբեսի բժշկություն ստանայր բիդի հոժարեիր տուն անգե Ադորամարը որ գսեմ շատ բաներ եղած է նոր գդագրան 5 գդագրան որ գրնա շատերը ցկային եկեցին երթային դա այսօր Հիսուս նույնը բիտներ Ադե մեկ հատ խենթ հովիվ մը գա, ամեն անգամ մեկուն բիտ բժշկե, ինչ կնեգոր, կեդին գտքեգոր մեկ հատ, ցեխ մը գշինեգոր, աչքերուտ կկսեգոր, անչ խենթ են ասոնք։ Բայց այդ մարդը ասավ նայեցեք, ես չեմ գիտեր Հիսուս։ Ես չեմ գիտեմ մեղավոր է, մեղավոր չէ, հոմ մի երթակեդս, մեկ բան գիտեմ։ Ես գույր էի, հիմա կտեսնեմ։ Ես գույր էի, հիմա կտեսեմ, փարիսեցիներն են, գրոնավորներն են, որոնք գերտան փորձեն ստուկել արդյոք գույրեր մը ինքը կամ ոչ, ինչ կնեն գոր, գույրեր մը ինքը կամ ոչ, վստահ որ ինքը գույր չէր, վստահ Հիսուս մեղավոր է, անգարելի է ասպես բաները լա իր ցերկով, բայց մարդը ինչ ասավ ես գույր էի, հիմա կտեսեմ, մարդը խնդիր չուներ Հիսուսին գադարած ցևին
բժշկության համար, խնդիր չուներ։ Վստահ եմ մարդը լսեց, մարդը խուլ չէր, մարդը գույր էր։ Մարդը լսեց մեկ հատ եղավ ոնդեղը։ Գներեք, բատկերը որ գծեմ որ ցեզի, բայց կուզեմ որ հասկանաս։ Եվ ամբես մը չէր որ Հիսուս ասանք մեկ հատ ասանք փարակ, ասանք բզդիկ գաթիլով դուք մերավ ասանք եւ հորթանանեն հողեն հորթանան սուրբ հողեն արնված էր եւ վրան տկած էր եւ հոնդեղեն բادرաստեց այդ հողը եւ աս արձատիա ամանի մեջ դրվեցավ ինչ Պետրոսը իրեն այդ շքեղ փարավոր ըմբարատորի գայսերի բարձերը դրած էր իր ոտքին դագը եւ խաչ հանեց եւ ադանք դվավ իրեն աչքերուն վրա կսեց նո անանք բամը չրավ դեր Հիսուս շատ բարձ բամն էր Հիսուսի նրածը եւ մեկած չեր հավանաբար մի քանի ադեր այդպես որովհետեւ ցեխշին վեր եւ հողը արավ մարդոց գողած դեղերեն արանցած դեղերեն հողը արավ դեր Հիսուս եւ անգեց ցեխրավ եւ մարդուն աչքերուն կսեց հետո ասավ կնա լվասավ լված ինչ եղավ մարդը եթե խնդիր ունենա ասավ ո մեկ ինչ կնես կոր ինչ կնես կոր եթե այդպես լար իմ մտածած է իմասի եթե տիտիզը լար մարդը եւ խնդիր ունենար Հիսուսի նրածին հետ ինքը իր աչքերը պիտի չփածվեր Ճիշտ այս բաժարով եթե դու խնդիր ունենաս օզությունը ինչպես կաշխատի եւ դու փորձես որ դու կփարծը չինել եւ համոզել դու քեզի որ օզությունը դակավին իմ վրաս կուկա օքեյ եմ ես այսպես չաշխատիր պիտի մարես ադոն կամենա եւ ամփոփչությամբ պիտի հանցնվի Սուրբ Օքին որ օզությունը կա վրատ եւ անգետ կո օզությունը քու վրատ աշխատի քեզի հետ խոսելու սկսի Աստված քեզի ուղղություն դա ղեգը ցկե ղեգը հանցնե Սուրբ Օքին ղեգը դու մի բռներ որովհետեւ այս օզությունը կփոխանցվի շոշափելի է ես քեզի մեկ հատ բատկամ մգարտամ որ դերի երազիս մեջ եկավ եւ ինձի ըսավ այս մեկը եւ ինձի սորվեցուց ասի 2015 թվականին էր ներողություն 2015 ես նոր սկսած էի այսպես զարայություններ անել այդ ադեն բադանեգան պատասխանատուն դարձա եւ դեր խագեմ այսպեսի փորձառություն չունիմ եւ հանգած երազիս մեջ դերը գուկա եւ ինձի հետեւյալը գսե Միջա բադկեր մեկա դսեմ երազիս մեջ դեսա բահի մեջ են եւ բադվելին գաղոթե մարդոց վրա եւ հանգած վրաս օզություն զորավոր իջավ բադվելին կովս եկավ վրաս աղոթեց ես օզության դա կսկսա բարել երազիս մեջ եւ կբարեմ գոր խենտի պես ինչպես Դավիթ բարեց կբարեի գոր երազիս մեջ օզությունը վրաս է կբարեմ բայց 4 կողմ գնայիմ նույն ադեն եւ կդեսեմ որ մեկը չի բարեր միան ես կբարեմ Եվ մարդ գեցած է այդպես եւ գնայի աչծախ եւ ես կբարեմ քիչիկ դարօրինակ սկացի որ միան ես եմ բարողը եւ ուրիշը չի բարեր եւ հոմ բադվելին փեմեն իջավ իմ կովս եւ դերոճմե ինձի բատկամ դվավ երազիս մեջ եւ ինձ երևյալը ասավ նույն բանալ ցեզի գուղեմ գսե նաեւ վրա շատ զորավոր օզություն գա ասի բադվելին բարերներ վրա շատ զորավոր օզություն գա թեթևություն գա հոգիիդ մեջ գուզեմ ասպես շարնագես գուզեմ բարես եւ չի նայես 4 կողմիններուտ Քանի անգամ ես ցեզի գսեմ մի նայեր 4 կողմիններուտ Մի նայեր 4 կողմիններուտ ասավ Մի նայեր եթե իրենք դարօրինակ կսկան որ իրենք չեն բարեր բայց դու կբարես Awkward կսկան Այդ դարօրինակության վրա աչքդ մի տներ Դու շարնագե բարել ասիգա գուզեմ մեծնա մեջդ Ասի մի նայր ուրիշը ինչ կնեգոր մի նայր քեզի գնայե գոր չի նայր գոր մի նայր հետը գլագոր հետը չլար գոր կամ հագարագը հետը գլագոր հետը չլար գոր մի նայր ասում է մի նայր եթե դու խենտացեր ես հիմա գբարես գոր դու գբարես գոր օզության դակ կամ քեդին ինգերես կամ գուլաս գոր կամ գբորաս գոր կամ բանգլագոր քեզի հետ բայց ուրիշները անան կովդ կեցած են գածից անաբադ է Մի նայր իրենց կուզեմ որ գսե ասի մեծնա մեջդ Մինչև որ մարդոց նայվածներեն ազատակրվիստուն Մարդոց ըսի սավներեն ազատակրվիստուն ասի չի մեծնար մեջդ Գգաբես տուն ասոր չես կր ավելի մեծնա Նամոր մի կս բարձել
Առաջին օրերեն դերը ինձի խոսեցավ, սա ասոզությունը վրա շատ զորավոր է եւ շատ հանգիս հոգին վրա դիչած է, բայց գուզեմ ասպես շարունակեմ սա։ Եվ այդ օրվան է, որ ես այն բահերը, որ ասի աշխատացուցեր եմ, օզություն չի աշխատած։ Բայց այն բահերում, որ լման հանձնված եմ, նույնիսկ որ մարդիկ ինչեր ասած են, բահը երկար է, շատ գխոսի գոր, շատ գերգարի գոր, Եբ պիտ նստինք, եբ պիտ երթանք, Դավիթ քարոզները պետք է ածը չեն, ամեն տեսակ, ամեն մարդ գարձիկ մունի։ Եվ որ անոնց մե ամեն ցերփազատված եմ, նույնիսկ ասալս եմ ժողովուրդ, նույնիսկ ցեր հիվանդություններն ալ ես պետք է որ դիլիթնեմ միտքես։ Ծառայության ժամանակ։ Որով եթե ես գիտեմ, ասենք մեկի հիվանդ է, հանգարց ես ինչ պիտնեմ, իմ մտավոր Եվ իմ ուժիս պիտի դառնամ եւ իցեմ դեր հիվանդ կա ինչ պիտնենք պետք է աղոթեմ պետք է բժշկվի այսպես ինչ կլագոր պետք է ազատագրվի մանգես սո ես պետք է դիլիթնեմ անբահերը որ դիլիթրած եմ արցակված եմ լման անբահերում մեջ օծությունը հանկիստ աշխատած է հիվանդին կբժշկի այդ ադեն կամ քիդուչան խոսք կստանամ կամ բամը ովեսի կորձն է բայց որ ես սկսեմ մտածել թունալ նույնպես եւ որ գերտաս կորդուն Կամ ասինչ դե վանինչ դե բիտ զարայես մեգում բիտ աղոտես մեգում մի մտածեր թիմացին հիմա ինչ կմտածե որ ինչ կսե որ ինչ քուլխեն ինչ ադոր հոգը միարներ թուն դիլիտեր է մարզե անցդ ասի մարել եւ որ թիմացինին վրա գաղոտես մի մտածեր հիմա ինքը հիվանդ է այս է այն է թուն ագնգալ է դերոջը հրաշքը այդ վարյանին որ ցերկդ պիտ տնես թիմացինին վրա եւ օծությունը Թո փոխանցվի օծությունը ուր գսկաս քեզի ինչպես գարաշնում թե օծությունը ես շատ անգամ մարմինիս վրա գսկամ հadouk դերմը կոնցենտրե գնե գգենա գկիտնամ հոն աշխատանք կլա Եվ atkan փորձեցի որ վարժություն եղավ ինձ սկսա հասկանալ սկիզբը չէի գիտեր մեմնա գնգադեի բայհա դեն դերմը եկավ գեցավ օծություն ինչու գեցավ եւ սկսի հարց տալ հետո օրը սկսա ասել միտ եկավ ու մեկ հատ հարցուր գնալ մեկը ադեր հիվանդություն ունի զարկիդուչան խոսք է ասիգա եւ հասկսա հարցնել եւ ելա որ կիդուչան խոսք է ես սկսան այդպես մարզվել օծության պիտի հանցնվից biçի մտածես biçի ասես ինչ է ասիգա ինչ կլագոր ասիգա հիմա բահի ադեն ինչ պիտի նստուն 4 կոմիններդ միտի դեր եթե պիտի բարեսն է բարե եթե կեդի պիտի նաս ինգիր եթե պիտի լաս լաց Բայց թող օծությունը քեզի առաջնորդ է միլար լալու սիրույն մինար ինալու սիրույն Եթե պիտի ինաս ասված քեզի հետ պիտի խոսի Եթե պիտի լաս ասված հրաշք ունի քու մեջդ գնե քեզի գնորոքե Եթե պիտի բորաս աղագե ազատակրում պիտի ելա Եվ այդ գնոջ պես է հենց այդ վարգյանին որ ես տպչիմ իր քղանցքին ես պիտի բժշկեիմ եւ թուն այսօր արչեւ գուկաս նույն հավատքով եկոր արչեւ սա այդ վարգյանին որ ցերքին վրաս պիտի տնե ես պիտի առնեմ ես պիտի ստանամ ամեն Եկ ոտքի կանգնենք